Բարև ձեզ հարգելի հետևորդներ, կրկին էկոնոմիկսն է։ Այսօր խոսելու ենք Հայաստանի արտահանման նոր ուղղություններից մեկի մասին, եւ այդ ուղղությունը կարող է լինել օրինակ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը վճարունակ շուկա է, մեծ շուկա է։ Այդ շուկա մոտ գործելու համար մեր արտադրողները պետք է անցնեն բազմաթիվ փորձություններ կամ հաղթահարեն բազմաթիվ դժվարություններ, եւ այդ դժվարությունների հաղթահարման համար կան նաեւ որոշակի կազմակերպություններ, կառույցներ, որոնք կարող են օգնել սերտիֆիկատներ հանելու, տարբեր թույլտվություններ ստանալու համար։ Այս թեմայով խոսելու ենք FDA Armenia ընկերության հիմնադիր տնօրեն Նելի Սմբատյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Սմբատյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես շնորհակալ եմ ինձ հրավիրելու համար։ Տիկին Սմբատյան, նախ կցանկանայի, որ դուք ներկայացնեք FDA Armenia ընկերության գործունեությունը, երբ եք հիմնադրվել եւ ինչ ծառայություններ եք մատուցում։ FDA Armenia, քանի որ մեր ուղղվածությունը միայն ամերիկյան շուկան է, FDA Armenian կոչվում է մեր հապավումը բացեմ Food and Drink Administration, այդպես է բացվում, իսկ ամերիկյան FDA-ն Food and Drug Administration, ինչու ենք ընտրել այդ անվանումը, որպեսզի այսպես հասկանալի լինի, ընդունելի լինի, որ հասկանան, որ մենք գործ ունենք ամերիկյան շուկայի հետ, եւ մեր կազմակերպությունը հիմնադրվել է 2017 թվականին։ Մի փոքրիկ ներկայացնեմ ինչպես է հիմնադրվել։ Ես մոտ 2012 թվականին աշխատում էի Արտաշես ՍՊ-ում որպես սննդի տեխնոլոգ եւ քանի որ Արտաշես ՍՊ-ն այն միակ կազմակերպություններից էր, որը իր արտադրանքը արտահանում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այդ փաստաթղթերը, այդ ամեն ինչը կազմակերպվում էր իմ կողմից եւ լաբորատորիայի վարիչի կողմից, Տիկին Ալեքյանի կողմից, որից էլ շատ շնորհակալ եմ այսպիսի բարձունքների հասնելու համար եւ այդ փաստաթղթավորումները կազմակերպվում էր մեր կողմից, բայց գրանցումները արվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ այսպես ուսումնասիրելով նաեւ պարոն Գասպարյանը ինձ ուղարկեց դասընթացների, վերապատրաստումների, հասկացանք, որ ինչու՞ չէ, կարող ենք նաեւ այստեղից անել այդ գրանցումները եւ ձեռք բերեցինք համապատասխան սարքավորումները, հետագայում կասեմ ինչ սարքավորումների մասին է խոսքը, ձեռք բերվեցին եւ 2017 թվականից հիմնադրեցինք այդ FDA Armenia եւ սկսեցինք օգնել մեր արտադրողներին համապատասխան այդ սերտիֆիկատները, գրանցումները իրականացնելու համար։ Մի փոքրիկ ներկայացնեմ մեր ծառայությունների մասին, թե ինչ ենք անում մեր արտադրողների համար։ Այսպես որտեղից է սկսվում մեր աշխատանքը արտադրողների հետ։ Երբ որ ներմուծողը եւ արտադրողը արդեն ունենում են պայմանագիր եւ որոշված է թե ինչ արտադրատեսակներ պետք է արտահանեն, դրանից հետո արտադրողը դիմում է մեզ։ Մենք օգնում ենք իրենց գրանցվել FDA-ում, ստանալ համապատասխան սերտիֆիկատը, 11 նիշանոց թիվն է եւ ամեն արտադրող պետք է ունենա մի գրանցում, այսինքն մի կոդ պետք է ունենա։ Այդ գրանցման կոդը, հա, տրամադրում ենք սերտիֆիկատը, որից հետո օգնում ենք պիտակավորման հարցում, ի տարբերություն հայաստանյան շուկայի, ամերիկյան շուկայում, այսպես պիտակների վրա պետք է լինի nutrition facts, այդ աղյուսակը, նայեք Հայաստանում ինչպես է գրվում է սննդային եւ էներգետիկ արժեք, սննդային արժեքներից ածխաջրեր, ճարպեր, սպիտակուցներ, իսկ իրենց մոտ այդ nutrition facts-ի այդ աղյուսակը շատ ցուցանիշներ է իր մեջ ներառում եւ այդ ցուցանիշները տրվում է լաբորատորիա, մենք աշխատում ենք այսպես համագործակցում ենք գրեթե բոլոր մեր հայկական այս լաբորատորիաների հետ եւ արձանագրությունները ստանալուց հետո կազմում ենք այդ աղյուսակը։ Աղյուսակը կազմվում է Հայաստանում օրինակ 100 գրամի համար եւ հեղուկ զանգվածի համար 100 միլիլիտրի համար է հաշվարկն արվում, իսկ ամերիկյան շուկայի համար գոյություն ունի տարբեր սննդամթերքների համար տարբեր չափաբաժիններ։ Այդ չափաբաժինը որոշվում է, դրա հիման վրա աղյուսակը կազմվում է, ինչպես նաեւ պիտակային ինֆորմացիան, որովհետեւ պետք է օրինակ դիմացի պիտակի այդ հատվածում լինի անվանումը, անվանումից հետո նույն լոգոն, անվանումը, հետո քաշի մասին ինֆորմացիան եւ ետնապիտակում եւս կան ինֆորմացիաներ, որ պարտադիր պետքա լինի եւ չափերը եւս մեծ նշանակություն ունի, այսինքն դիզայներների հետ համագործակցելով կազմակերպում ենք այդ ամեն ինչը։ Նաեւ
կան ապրանքատեսակներ, օրինակ բանջարեղենային պահածոները, որը պարտադիր պետք է առանցին գրանցվի, դա գրանցվում է ինչի հիման վրա, մանրազերծման հիման վրա, այնտեղ թթվայնության հիման վրա, pH-ը եւ բանկայի չափի հիման վրա։ Այսինքն ունենք մենք սարքավորումներ, որոնք տեղադրվում են բանկաների մեջ, որոշվում է ավտոկլավի մեջ ամենասառը ջերմաստիճանը, բանկայի մեջ ամենասառը կետը, ու այդ սարքավորումները ունեն այդ հնարավորությունները եւ արդյունքները ներկայացնում ենք FDA-ի այդ կազմակերպությանը, իրենք ընդունում են, նոր արտադրողը իրավունք է ունենում այդ արտադրատեսակները արտահանելու Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Օրինակ, այստեղ արտադրվում են Այսինքն դրանից հետո այնտեղ չեն ստուգում։ Չէ, ստուգումների մասին մի փոքր ուշ կներկայացնեմ, այդ ստուգումները ինչպես է իրականացվում։ Օրինակ ալկոհոլային խմիչքները, գազավորված ըմպելիքները եւ այն արտադրատեսակները, որոնց մեջ օգտագործվում են գունանյութեր, բուրավետիչներ, օրինակ մեր Հայաստանում, երբ որ դոլար ֆիրման է բերում, այսինքն դոլար ֆիրմայից են ձեռք բերում այդ գունանյութերը ու բուրավետիչները, ոնց որ արդեն դա բավարար է, հա, բայց Ամերիկայի համար այդպես չի։ Կան գունանյութեր, որոնք որ բնական հիմքով են, խնդիր չունենք, բայց կան գունանյութեր, որոնք սինթետիկ են եւ պարտադիր այդ գունանյութ արտադրող կազմակերպությունը պետք է կանչի FDA տեսուչներին, համապատասխան փորձարկումները արվի, խմբաքանակը համարակալվի, նոր իրավունք ունենան այդ խմբաքանակի գունանյութերը օգտագործելու։ Եթե չօգտագործվեց այդ արդեն ստուգում անցած գունանյութերը, շատ ունենք դեպքեր, թափվում է ապրանքը կամ ըստ ներմուծողի կամ արտադրողի ցանկության հետ է ուղարկվում։ Ինչպես նաև նայեք, մեղրների համար էլ անտիբիոտիկներ կան։ Մեղվաբուծության ժամանակ մեղուների բուժման ժամանակ օգտագործվում է անտիբիոտիկների հիմքով պրեպարատները եւ մեղուն այդ անտիբիոտիկները տանում են մեղրի մեջ եւ այստեղ եւս պետք է պարտադիր ուշադիր լինեն, համապատասխան փորձարկումներ անցնի, որ անտիբիոտիկներ չլինի։ Կարող են այդ ստուգումը անցկացնել։ Մեր մոտ, օրինակ լաբորատորիաների հետ աշխատում ենք, մենք լաբորատորիա չունենք, հա, իսկ լաբորատորիաների հետ կան որոշ անտիբիոտիկներ, որոնք որ արվում են, որոշները ոչ, Ամերիկայի Միացյալ Նահանգներում են անում։ Այսինքն ուղարկում են, այ որպես նմուշի ձևով ուղարկվում են, այնտեղ համապատասխան փորձարկումները արվում է, նոր ներմուծողը տանում է ապրանքը։ Կարող եք այդ ամբողջ կազմակերպական հարցերը ամեն ինչը կազմակերպում ենք, այո։ Այդպես նաև չրերի մեջ հիմա ես այնպիսի հարցեր եմ բարձրացնում, որոնք որ իրոք շատ լուրջ են ու սենց դիտարկման կարիք ունեն։ Այո, արտադրողները պետք է հետևեն ձեր խորհուրդներին։ Այո, անպայման, ես միշտ ասում եմ մեր արտադրողներին, ովքեր ինձ դիմում են, գիտեն այդ խնդիրների մասին, օրինակ չրերի հետ կապված օգտագործում են ծծումբ, գույնը լավացման համար եւ պահման երկարացման համար։ Բայց լինում են օրինակ այստեղ Հայաստանում նորման ավելի բարձր ցուցանիշ ունի, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Անում են, երբ որ արտադրողների հետ խոսում եմ այս խնդրի մասին, ասում են, մենք նորմայի սահմաններում ենք օգտագործում։ Ասում եմ, բայց նայեք, դուք նորմայի սահմաններում եք օգտագործում, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ նորման ցածր է, ձեր այդ նորմը իրանց մոտ բարձր է ու խնդիր է առաջանում ու պարտադիր երբ որ բարձր է լինում, այդ դեպքում պետքա պիտակի վրա մագնշվի։ Հակառակ դեպքում նորից թափում են ապրանքը կամ հետ են ուղարկում։ Ու այնտեղ ծանոթ բարեկամ հասկացողություն գոյություն չունի բացարձակապես, եթե խնդիր եղավ, միանգամից պետք է այդ խնդրին լուծում տան, կամ թափում ենք կամ հետ ենք ուղարկում։ Նու հիմնականում թափում են, ինչի համար, որտեղ մեծ ֆինանսական ծախսեր է, չէ, այդտեղ տանելը ավելի ձեռնտու է թափելը, քան թե հետ բերելը։ Այսպես խնդիրներ ունենք էլի մենք այս բնակավարում։ Դուք երկար տարիներ աշխատում եք այս ուղղությամբ կամ այս շուկայի ուղղությամբ, կարծում եմ նաև որոշակի վիճակագրություն կարող եք նշել, հա, այսինքն մոտավորապես ինչ մթերքներ ենք մենք արտահանում դեպի այս ուղղությամբ, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ ինչ հնարավորություններ ունենք, որ կարող ենք արտահանել։ Արտահանում ենք միրգ բանջարեղենային, հասկացա, միրգ բանջարեղենային պահածոներ ունենք, չրեր, հիմա ավելի շատացել են, այնտեղ մեղրի պահանջարկ շատ ունենք, շոկոլադային արտադրանք, գրեթե ամեն ինչ արտահանվում է։ Ուղղակի շատ քիչ կազմակերպություններ երևի համարյա չկան, որ աշխատեն ամերիկյան շուկաների հետ, հիմնականում տանում են հայկական խանութների համար։ Հիմա մի պրոյեկտի վրա ենք աշխատում, որը որ հենց միտված է աշխատելու
ամերիկյան շուկայում, այսինքն տարվելու են ամերիկյան խանութներ։ Բայց դեռևս չունենք ինչն է խնդիրը, ծավալը, եթե աշխատեն ամերիկյան շուկաների համար, իրանք պետք է ապահովեն ծավալը։ Կայուն ծավալ, իրանք չեն կարող ասել, ենթադրենք, այսօր կարող եմ այսքան արտադրել, գիտեք ինչ կա մյուս տարի բերքը լավ չէր, չեմ կարողանում ապահովել։ Ու որակը ամեն ինչը պետքա նույնը լինի, ասենց ասեմ, ապահովի, այո։ Իսկ այդ խնդիրը մենք իրոք ունենք։ Իսկ օրինակ ամերիկյան շուկայում այդ թույլտվությունները, սերտիֆիկատները հանելը ինչ ծախսերի մասին է խոսքը գնում, այսինքն մեծ գումարներ է, որ օրինակ կարա թույլ տա իր փոքր միջին բիզնեսը։ Հա, կարող են թույլ տալ իրենց այդ փոքր եւ միջին բիզնեսները ու այդքան մեծ ծախսերի մասին չի խոսքը։ Երբ նայեք 2018 իհարկե արժի գումար, ինքը ընդհանուր այդ գրանցումը անվճար է, բայց շատ արտադրողներ ինչու են դիմում մեզ։ Դիմում են մեզ չեն տիրապետում անգլերենին, շատ օրենքների չեն տիրապետում, դրա համար դիմում են, մենք օգնում ենք իրենց, բայց ցանկացած արտադրող պետք է ունենա իր մասնագետը ըստ FDA-ի։ Հիմա ես իրենց հետ աշխատում եմ պայմանագրի հիման վրա, ասենք պայմանագրով ենք աշխատում, քանի որ ես ունեմ համապատասխան կրթությունը, կարողանում եմ իրենց օգնել, բայց ցանկացած արտադրող պետք է ունենա ասենց իմ նման մասնագետ, որը այդ բոլոր process-ները իրականացնի։ Ու ինքը իրենից ծախս չի ներկայացնում, այսինքն ծախսը ինձ վճարելն է, այսինքն լաբորատորիային վճարելն է, այո։ Դե ինքը իրենից ծախս չի ներառում, 2018 թվականից արդեն FDA տեսուչները գալիս են եւ ստուգումներ են իրականացնում ու այն գործարանները, որոնց հետ ես եմ աշխատում, այո, Հայաստանում հենց ամերիկյան FDA-ի այդ կառույցից գալիս են եւ այն կազմակերպությունները, որոնց ես եմ օգնել, ես էլ գնում եմ եւ այդ այսպես աուդիտը անցկացնում եմ ու շատ այսպես դաժան չի իրենց ստուգումները, պետք է ունենան հաստ համակարգ, որը նաև հիմա պահանջվում է նաև այստեղ Հայաստանում, հետագծելիություն ունենան, այդքանը ու այն որ մաքուր, սիրուն արտադրամասում արտադրեն, կապ չունի, թե ինչ սարքավորում ունեն, ոնց ունեն, հինա, նորա, մաքուր միջավայրում ու ճիշտ պիտակավորմամբ։ Դրա վրա մեծ ուշադրություն են դարձնում։ Շատ մեծ ուշադրություն են դարձնում, այո։ Իսկ ունեցել եք հետաքրքիր кейսեր, այս ձեր գործունեության ընթացքում, որ օրինակ նոր բան եք բացահայտել կամ նոր խնդիր եք տեսել։ Նայեք, այս վերջում անցած տարի, դե վերջի աուդիտներ, այս տարի նորից պետք է գան, մի արտադրող ունեի, որ մտնում էինք արտադրամաս, վախենում էինք։ Ահա որ էր վիճակը։ Այսպես ներկայացնում է իրենց, սենց պետքա լինի, դե լավ մի բան կանենք, կտանենք պատիվ կտանք, սենց կանենք, ասեմ լսեք, ծանոթ բարեկամ, այստեղ չկա, եթե խնդիր եղավ, դուք զրկվելու եք, համ ձեր ներմուծողն է խնդիր ունենալու, համ դուք եք ունենալու։ Մեկ ամսվա ընթացքում ամենայն անկեղծությամբ եմ ասում, այդ արտադրամասը այնպես սարքեցին, այն որ մտել էի ու ես ասում եմ, լավ, սա է արտադրամասն, ինչու դուք շուտ չեք սարքել, ինչու շուտ չեք արել, ու այն որ տեսուչը մտել է, առանց որը ոչ մի նկատողություն չի արել, ասենց հիացած գնացել է։ Այն որ իմ համար դա մեծ բան էր, էլի։ Այսինքն պետք է տեսուչը գա, որ հա, տեսուչները որ գալիս են, իրանք սենց պատրաստ են ու իդեալական վիճակ են բերում։ Այսինքն կարողանում են բերել ու դա մեծ ծախսեր չէր իր մեջ ներառում էլի։ Այդ արտադրողի մշակույթն է։ Այո, կարող են արտադրել, իրոք կարող են, բայց դեռևս չեն ուզում։ Եթե վերահսկողական մեխանիզմները պետական աշխատի կամ միջազգային, սկսեն նաև դա էլ պահել։ Դե հիմա արդեն ոնց որ սկսվել է այդ պահը, ինձ դուր է գալիս, տեսնենք։ Ձեր ոլորտի գործունեության հետ կապված ինչ խոչընդոտներ եք տեսնում այս մասով, որոնք պետք է լուծվեն Հայաստանում, որ կարողանանք ավելի զարգացնենք այս ուղղությունը, արտահանման այս հնարավորությունը։ Խոչընդոտներ ունենք։ Ամենամեծ խոչընդոտը, թերևս ես մեր էկոնոմիկայի փոխնախարարի հետ եւս ունեցել եմ զրույց, մենք չենք կարողանում Հայաստանից արտահանել թարմ միրգ բանջարեղեն, թարմ միս մսամթերք, այնտեղ նիտրատների քանակ կա, պեստիցիդների քանակ կա, որոնք որ բարձր են, հա, ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում
արգելվող երկրների ցանկում ենք։ Հա, ես խոսել եմ համապատասխան մասնագետների հետ եւ խոսք են տվել էկոնոմիկայի նախարարները վերջում հանդիպում ունեինք, ասաց, որ դա լուծման փուլում է եւ հուսով եմ վերջնականապես կլուծվի ու մեր արտադրողները կկարողանան արտահանել, որտեղ մեծ պահանջարկ ունենք, էլի, հիմնականում թարմ, միրգ, բանջարեղենի։ Այսինքն խոսքը վերաբերում որ պարտանյութերով հագեցած, շատ հագեցած, այսպես բանջարեղենի չի ինձ կողմից, էլի։ Օրգանիկ լինի։ Հա, չէ, օրգանիկ չէ, ուղղակի նորմայի մեջ լինի։ Նորմայի մեջ։ Հա, ինչպես նաև ունենք խնդիր, ասեցի, մեղրի անտիբիոտիկների հետ կապված, այնտեղ 7-ից 9 անտիբիոտիկներ կա, որոնցից միայն 3-ն է Հայաստանում արվում, ու խնդիր է դա, այսինքն եթե մենք կարող ենք այստեղ այդ անալիզները անել, ինչու ուղարկել Ամերիկա, դա ծախսեր է, չէ, իր մեջ ներառում, այստեղ արվի այդ անալիզները, ինչպես նաև ալերգիաներ։ Ամեն խմբականակի համար պետք է։ Այո, իհարկե, ամեն խմբականակի համար։ Անկախ դրանից 5 կիլո է թե 1000 տոննա է օրինակի համար։ Հա, կապ չունի։ Այսինքն պետքա վերցվի, ասենք նմուշառում, արդեն իրանք ասում են լաբորատորիայից ոնց պետքա բերեք մոտեցնեք, ինչ ձևով պետքա բերեք մոտեցնեք, ինչպես նաև ալերգենների մասով խնդիր ունենք։ Այս վերջում էլի արտադրողներից մեկի մոտ պահանջել էին Ամերիկայից, քանի որ ընկույզի մուրաբա է արտադրվում, այդ ընկույզի մուրաբան արտադրվում էր մնացած մուրաբաների հետ մեկտեղ եւ խնդիր կար, ասում են կարող է եւ այդ հատիկներից ընկած լինի մնացած մուրաբաների մեջ կամ մնացած բանջարեղենային պահածոների մեջ, բայց այստեղ Հայաստանում ոչ միտեղ չէր իրականացվում, ելի իրականացվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսինքն ունենք խնդիրներ, որոնք որ շատ կուզենային։ Ունենք լաբորատորիաներ, բայց հագեցած չեն համապատասխան սարքավորումներով, շատ լավ կլիներ, որ այդ հարցերը լուծվեր, էլի։ Հետաքրքիր է։ Իսկ տնտեսական, ֆինանսական տեսանկյունից ինչ խոչընդոտներ կան, օրինակ, այս ոլորտի զարգացման։ Օրինակ, արդյոք պետությունը պետք է ֆինանսավորի, օրինակ, կազմակերպություններին այստեղ գրանցվելու համար, FDA-ում գրանցվելու համար։ Օրինակ, այդպիսի փորձ կա աշխարհում ընդհանրապես։ Նայեք, չէ, փորձ չկա ու պարտադիր չի որ պետությունը ֆինանսավորի, նայեք, պետությունը, օրինակ, այս վերջում հասып համակարգներ դնելու համար համաֆինանսավորում է, որը որ ողջունելի է։ Ինչպես նաև լիզինգային այդ ծրագրով ձեռք են բերում սարքավորումներ, եւս ողջունելի է։ Ինչ որ հարցով կարծում եմ պետությունը չունի գործանելու FDA գրանցումների հետ կապված էլի։ Դա արտադրողները։ Իսկ խրախուսելու տեսանկյունից ինչպես խրախուսը։ Միգուցե պետությունը պետք է իր պահանջները բարձրացնի, այսպես ամերիկյան շուկայի պահանջներին համապատասխան։ Դուք ինչպես օրինակ ծծումը նշեցիք։ Նայեք, քանի որ մենք ԵԱՏՄ երկրների ցանկում ենք, ըստ ԵԱՏՄ երկրների ցանկի, օրինակ նորման այդքանն է։ Ամերիկան չի ասում, գիտեք ինչ կա, սենց արեք, բայց օրինակ գրում են բնական չիր, չէ, բայց քանի որ ծծումբա օգտագործվեց, արդեն ինքը կոնսերվանտ է, չեն կարող գրել, բայց կա նորմա, երբ որ այդ նորմայի սահմաններում են օգտագործում, կարող են գրել բնական չիր։ Հա, բայց քանի որ նորման բարձր է, ուղղակի Ամերիկան ասում է, խնդրում եմ մագնշումը արեք, քանի որ շատ մարդիկ կան, որ ծծումբից ալերգիա ունեն։ Նշեք, որ ծծումբը բարձր է։ Հա, ուղղակի չի նշեք, հա, օրինակ, մի նշեք բնական եւ նշեք չիր ու անպայման նշեք, որ օգտագործել եք ծծում։ Ինչի համար եք օգտագործել ծծում։ Օրինակ գույնի լավացման համար ենք օգտագործել։ Հայաստանյան այսպես շուկայի առանձնահատկություններից կամ արտահանման հիմնական ապրանքան տեսակներից մեկը մեր ավանդաբար պահածոներն են, հյութերն են, ալկոհոլային խմիչքներ։ Օրինակ ալկոհոլային խմիչքների մասով մենք խնդիր ունենք նույն օրինակ ամերիկյան շուկայում վաճառելու համար, որովհետև լինում է դեպքեր, որ ռուսական շուկայում ունենում ենք խնդիրներ, այնտեղից դուք մարմնացումը չի համապատասխանում որակի։ Ամերիկյան ուղղությամբ ունենում ենք նման խնդիրներ, կամ ինչպես ենք այդ խնդիրները լուծում, որ չլինի։ Նայեք, այնտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգներ ալկոհոլային խմիչքներ ներմուծելու համար պարտադիր պետք է ներմուծողը ունենա լիցենզիա, ալկոհոլային խմիչքներ ներմուծելու լիցենզիա, որը որ դժվարությամբ է ձեռք բերում, ֆինանսների հետ է կախված,
բայց այստեղից տանելու համար որևէ խոչընդոտ չկա, քանի որ այդքան շատ չեն ալկոհոլային խմիչքներն ուղարկում Ամերիկայի Միացյալ Նահանգներ ու չեմ կարող ասել ինչու։ Բայց էլի FDA-ում պետքա Պետք է FDA-ում մի քիչ ավելի շատ է։ FDA-ում գրանցվում է, պիտակը պետք է հաստատվի TTIP կայքում, նոր կարողանան համապատասխան արտահանումը իրականացնել։ Օրինակ չի արտադրողը ինչ քայլեր պետք է անի, որ այդ գրանցումը ապահովելու համար կամ արտահանումը ապահովելու համար քայլերի հաջորդականությունը ինչպես է։ Նախ պետք է գրանցվի, նայեք, միայն FDA-ում գրանցվելը, պիտակային գրառում ունենալը, այսինքն կարողանում է արտահանումը իրականացնել, բայց երբ որ եկան ստուգման, արդեն FDA ամերիկյան FDA կառույցից եկան ստուգման, արդեն պետքա համապատասխանի նաև կազմակերպությունը։ Եթե կազմակերպությունը չհամապատասխանեց, օրինակ արտադրողներ գալիս են նախորդ։ Չէ, նախորդ զգուշացնում են, նախորդ զգուշացնում են։ Եթե եկան, տեսան ինչ որ մի բան չի համապատասխանում, կարող են 3 տարով արգելք դնել, որ չկարողանան արտահանել, կամ եթե այնպիսի նկատողություններ են, որ կարող են 15 օրվա ընթացքում կարգավորել, կարգավորում են նկարներով, ուղարկում են, որ տեսեք մենք կարգավորել ենք։ Եթե չէ, ուրեմն խնդրի առաջ են կանգնում։ Այսինքն գրանցվել, պիտակային գրառում անել հեշտ է, մի քիչ չրային է, էլի, օրինակ պահածոներին է դժվար, չրայինը արեցին, վերջ, իրենք կարողանում են արտահանումը անել։ Իսկ այնտեղ որ արդեն ապրանքը մտնում է շուկա, չեն ստուգում այդ ապրանքի որակը։ Կան դեպքեր, երբ ստուգում են, կան դեպքեր, երբ որ տեսնում են, որ պիտակը նորմալ է, գրանցումը արված է, չէ, բայց դեպքեր է լինում, որ հանկարծակի առանց զգուշացնելու կանգնացնում են ու իրականացնում են ստուգումը։ Նաև ավելացնեմ, մենք միակներից ենք Հայաստանում, որ իրականացնում ենք դռնից դուր ծառայությունը, համագործակցելով Cargo Hub եւ KPG Customs կազմակերպությունների հետ, եւ այս գաղափարը Cargo Hub-ի համահիմնադիրներից Հարութ Ազիբեկյանինն էր, ինչպես է դա իրականացվում։ Մենք անում ենք, մեր կազմակերպությունը անում է գրանցումներ FDA-ում, համապատասխանեցումները, պիտակավորումները արեցինք, վերջացրեցինք, հանձնում ենք Cargo Hub ընկերությանը, որը զբաղվում է բեռնափոխադրումներով, մաքսային եւ այսպես բրոքերային հարցերով, յանքել այդ բոլոր process-ները անելուց հետո արդեն գործը անցնում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ KPG այսպես customs կազմակերպությունը զբաղվում է Ամերիկայում մաքսային, բրոկերային, այսպես հարցերով եւ այսպես ոնց որ արտադրողը հանձնում է ներմուծողին, այսպես ինքը հանգիստ լինելով։ Այդ համագործակցությունը այսպես հադրնից դուր եւ Cargo Hub-ը իրականացնում է նաեւ այսպես հավաքական բեռների փոխադրում եւ դա շատ հարմար է արտադրողների համար, ովքեր որ քիչ քանակի ապրանք են ուղարկում, իրանք այսպես վճարում են այնքան, ինչքան տարած զբաղեցնում է իրանց բեռը։ Իսկ ծառայության արժեքը ինչպես է որոշվում, օրինակ նույն ձեր ծառայությունը FDA, այսինքն դուք կոնկրետ ամեն ապրանքի համար ունեք, խմբականակի համար եք։ Ամեն ապրանքի համար։ Եթե նայեք, ենթադրենք արտադրվում է պահածոներ, եթե այդ պահածոն միշտ արտադրվում է այդ տեխնոլոգիայով, չի փոխվում տարան, չի փոխվում պիտակը, ապա ինքը միշտ կարող է այդ տեխնոլոգիայով, այդ ձևով, այդ կոդերով ուղարկել։ Այսինքն մի անգամ մեզ դիմում է եւ հաճախակի այն արտադրողների հետ, որոնց որ հետ աշխատում ենք, մենք հաճախակի այցեր ենք իրականացնում, նայելու համար արդյոք այդ process-ը նույն ձևով անցնում, թե ինչ որ փոփոխություններ կան։ Բայց եթե իրանք բանկա փոխեցին, արդեն այնտեղ FDA-ը երևում է ու այդ դրա համար, եթե ապրանքը գնում է ու SID կոդ չի ունենում, ապրանքը կարող են կանգնացնել եւ եթե չի ունենում, ապրանքը հետ ուղարկել եւ նորից կարող են թափել։ Բավականին կարևոր այսպես սպասարկում եք իրականացնում, որովհետեւ երբ որ դու այս տեխնիկական մասերին չես տիրապետում, դու կարող ես բավականին լուրջ կորուստներ ունենալ։ Ու մեծն ենք որոնց։ Մի հայտնի խոսք կա, որ ասում է ժլատը 2 անգամ է, չէ՞, վճարում։ Ու վճարել են։ Այո, դրա համար պետք է, այո, գրագետ լինել, տիրապետել այս գիտելիքներին կամ օգտվել այս ծառայություններից, որ ամերիկյան շուկա կարողանանք մտնել։ Մենք օրինակ անցած տարի մոտավորապես $60 միլիոն չափով արտահանում ենք ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, մեծ մասը եղել է ադամանտ։ Երկրորդ խումբը եղել է այո պահածոներ եւ այլ, բայց այնտեղ մեծ շուկա ունենք, մեծ հնարավորություններ ունենք դիվերսիֆիկացնելու համար։
ինչպես ճիշտ նշեցիք, մենք չենք կարողանում մտնել իրենց սուպերմարկետները, խոշոր շուկաները։ Իսկ սուպերմարկետները կամ իրենց առանձին կազմակերպությունը ունեն լրացուցիչ պահանջներ, որոնց պետք է հետևեն մեր արտադրողները որակական կամ այլ տեսանկյունից։ Կարող են ասեն, օրինակ FDA-ի գրանցումը ինչ չի հետաքրքրում, այս սերտիֆիկատներն է իրանց համար այդ FDA-ի գրանցումը շատ մեծ նշանակություն ունի։ Իրանք հիմնվում են, քանի որ այդ FDA-ի տեսուչները շատ օպերատիվ են աշխատում, այդ ստուգումները շատ մանրակրկիտ են արվում, ով որ անցել է FDA-ի ստուգումները Հայաստանում, գիտեն դա ինչա նշանակում, դրա համար իրենք վստահում են FDA-ի գրանցումներին, այդ FDA-ի այդ կոդի առկայությանը, պիտակային այդ գրառումներին, երբ որ արդեն մտնում են շուկա, նայեք, արդեն ներմուծողը, երբ որ ասում է, գիտեք ինչ կա, քանի որ ես ոչ միայն մոտավորապես աշխատում եմ 300 կազմակերպությունների հետ, եւ Հայաստանում, եւ նաեւ դրսի կազմակերպությունների հետ եմ աշխատում, եւ այդ փորձարկումները վիդեո զանգերով են անում, իրանք ունենում են այդ սարքերը, վիդեո այդ զանգերով, ասում եմ, գիտեք, ինչ կա, այստեղ տեղադրեք, սենց արեք, այսպես արեք ու անում են։ Ուզում եմ ասել, որ իրանք այդ ամեն ինչին, այսինքն նայելով ներմուծողը եւս, երբ որ արդեն հետաքրքրվում է սուպերմարկետներից, իրանց պահանջները, ներկայացնում է պիտակներ, այդ ամեն ինչ իրանք տեսնում են այդ սուպերմարկետների մասնագետները նայում են, ասում են օքեյ է, կարող եք բերել ապրանքը, քանի որ մենք հայաստանյան, նորից եմ ասում, դեռևս չունենք, միայն մի ալկոհոլային այդ խմիչքների գործարանի արտադրանք է մտել ամերիկյան խանութներ, բայց երեք լսեցի, որ այլևս չեն մտնում, քանի որ որակական, այսինքն որակը գցել են, ասենց ասեմ, հա, այդպիսի բաներ չես սիրում, էլի, միանգամից իրանք արգելում են, վերջ, այլևս չբերեք։ Հա, պետքա որակն էլ պահենք, էլի, դրա համար արդեն պիտակային գրառումներով տանում են նմուշները, տալիս են, փորձում են, այո, բերեք, բայց պետքա պահենք որակը։ FDA Armenia ընկերության հետագա գործունեությունը ինչպես եք դուք տեսնում Հայաստանում, ինչ հնարավորություններ կա զարգանալու կամ այս շուկան ընդլայնելու համար։ Նայեք, 5 տարի առաջ, երբ որ խոսում էի արտադրողների հետ, որ գիտեք ինչ կա FDA-ին, գալիս է ստուգման, պետք է այս պահանջները, նույնիսկ ունեցել եմ արտադրող, որ ինձ ասել են, էլի դու փիլիսոփայում ես, այդպիսի բան չկա, բայց նենց ստացվեց, որ անմիջապես մի տարի հետո եկան իրենց մոտ ստուգման, ու հետո խոստովանեց, որ չէ, չեմ փիլիսոփայում, ասում եմ այն ինչը որ իրականություն էր, հիմա արդեն, երբ որ արտադրողների հետ աշխատում եմ, արդեն ավելի բանիմաց են դարձել, ավելի տեղյակ են, ավելի գնահատում են մասնագետներին, դա շատ ողջունելի է ու գնալով տեսնում եմ, որ խորանալու է այդ պահը ու ավելի հեշտ է լինելու մեր աշխատանքը արտադրողների հետ, իսկ մեր մասով, ճիշտն ասած, չեմ կարող ինչ-որ մի բան ասել, փորձում ենք այսպես թիմով Դուք միայն Երևանում եք գործում, թե նաև մարզերում։ Տարբեր մարզերում, տարբեր այստեղ, այնտեղ մենք կոնկրետ օֆիս չունենք, ես այսպես արտադրողների հետ եմ։ Այս արտադրողի հետ, այն արտադրողի հետ, երբ որ ասում են մենք պետք է արտահանենք, մենք ունենք պայմանագիր, ես անմիջապես գնում եմ իրենց արտադրամաս, ասում եմ գիտեք ինչ կա, այս խնդիրն եմ տեսնում ձեր արտադրությունում, պետք է կարգի բերեք, կամ էլ մեզ անմիջապես պատվեր են տվել, պետք է մենք այդ պատվերը, ասում եմ լավ, որ մտնում եմ արտադրողների դրության մեջ, ասում եմ լավ, ձեզ ժամանակ կտրամադրենք, այս ժամանակահատվածում խնդրում ենք այս շտկումները արեք, որպեսզի երբ որ գան, ոչ ես եմ որ սևերս լինեմ ձեր առաջ, ոչ էլ դուք FDA-ի ու մեր ներմուծողի, այնպես լինի, որ բոլորս են որ փոքր տարածքում ենք ապրում, որ լավ հիշենք իրար, լավ տեսնենք իրար, այսպես խնդիրներ չունենանք ու նեղվածություններ եւս։ Շնորհակալ եմ Տիկին Սմբատյան հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, ամերիկյան շուկան մեզ համար կարևոր դիվերսիֆիկացիան ուղղություն է եւ մենք պետք է փորձենք այս ուղղությունը զարգացնել։ Դա թույլ կտա կախվածությունը նվազեցնել, նոր եկամուտի աղբյուրներ ունենալ
եւ դրա համար պետք է անշուշտ տիրապետել ամերիկյան օրենսդրությանը, կարգավորումներին, թույլտվություններին, գրանցումներին եւ FDA Armenia ընկերությունը այդ առումով ձեզ կարող է բավականին օգտակար լինել։ Կարող եք դիմել, օգտվել այդ ծառայություններից, դուրս գալ միջազգային շուկա։